այս մի հարցը արդեն ինֆլուենսերներին է վերաբերվում, ուրեմն Սոնա ջան, ինչպես ես դու վերաբերվում նեգատիվ կոմենտներին, հեյթերներին, բացասական ազդեցությանը, քանի որ բոլորս համարյա ամեն մեր կարիերայի հատվածում ունենք մարդկանց, ովքեր որ սենց սիրուն մամաներ են, գրած ասենք 4 հրեշտակների մայրիկ ու կոմենտում գրում է, չգիտեմ, անիծվես, չորանաս, քրքրվես ու հիմնականում բոլորի մոտ դա լինում է, խնդրեմ, ասես ոնց ես դու, ոնց ասած դատակից դուրս գալիս, ոնց ես դա ընդունում։ Իրականում շատ նորմալ մեր օրերում շատ ակտուալ թեմա է իրականում չեմ կարծում որ կա որևէ բլոգեր, ինֆլուենսեր կամ ինչ-որ հայտնի մարդ, ով երբևիցե քննադատության չի արժանացել իմ բախտը մի փոքր բերել է այդ հարցում, որովհետև այդքան շատ հեյթերներ չեմ հանդիպել, իհարկե եղել են շատ դեպքեր, բայց այնքան շատ չի, որ հիմա ես այդ հարցին ասեմ, որ շատ վատ եմ վերաբերվում եւ այլն։ Իրականում քանի մարդ այդքան կարծիք պետք է առողջ դատել, նորմալ է, մենք բոլորս ունենք մեր սուբյեկտիվ կարծիքը, ուղղակի կարծում եմ մարդիկ կարող են դա չարտահայտել կոմենտներում, կարող են դա ուղղակի պահել իրենց մեջ, որովհետեւ բացասականը, նեգատիվը միշտ բերում է բացասականի, իսկ ես դրան վերաբերվում լրիվ դրական։ Այո, դա այդ բացասական լիցքերը ինձ չեն փոխանցվում ամենակարևորը։